Հունվարի 31-ին հայ առաքելական եկեղեցին կնշի Սուրբ Սարգիս Զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 մարտիկների հիշատակության օրը։ Պատարագ կմատուցվի Սուրբ Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում։ Զորավարը քրիստոնեական հավատքի համար նահատակված և սրբադասված վկա է։ Ծնվել է Կապադովկիայում մոտ 330 թվականին։ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք, երբ հալածանքներ են սկսվում Քրիստոսի եկեղեցու նկատմամբ, Սուրբ Սարգիսը աստվածային հայտնությամբ հրաման է առնում հեռանալ կայսրության սահմաններից։ Իր որդի Մարտիրոսի հետ գալիս ապաստանում է քրիստոնյա Հայաստանում։ Որոշ ժամանակ անց որպես զինվորական տեղափոխվում է Պարսկաստան։ Այստեղ հայտնի է դառնում, որ Զորավարի ազդեցությամբ պարսիկ զինվորներից շատերը քրիստոնեություն են ընդունում։ Քրմերը Սարգսին և նրա որդուն պարտադրում են զոհ մատուցել արքայական մեհյանում, նրանք մերժում են հրամանը և սպանվում։ Նահատակվում են նաև Զորավարի 14 հավատարիմ զինվորները։ Նահատակվելուց առաջ Զորավարը դիմելով Տիրոջը ասում է. «Ով Տեր, Քրիստոս Աստված իմ, նրանք, որ կհիշեն իմ անունն իրենց նեղության մեջ և կկատարեն իմ նահատակության հիշատակը ուխտով և պատարագով, ինչ որ ուզեն քեզանից, լսիր նրանց և շնորհիր նրանց խնդրանքը»։ Նահատակների մարմինները ամփոփվել են Համիան քաղաքում, հետագայում Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքները տեղափոխել է Կարբի գավառի Ուշի գյուղ, որտեղ եկեղեցի է կառուցվել։ Այն սիրված ուխտատեղի է շատերի համար։ Սուրբ Սարգսի անունով բազմաթիվ սրբավայրեր, մենաստաններ են կառուցվել։ Քրիստոնեական հավատքի համար նահատակված ազգությամբ հույն Սուրբ Սարգսի անունը մեծապես կապված է հայոց աշխարհի հետ։ Նրա հիշատակի տոնը ժողովրդական մեծ հնչեղություն է ստացել։ Սարգիս Զորավարը համարվում է երիտասարդների արագահաս բարեխոսը։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ տոնը հռչակվել է որպես երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը պատարագից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։ Տոնը նաև Սարգիս անունը կրողների անվանակոչության օրն է։ Սուրբ Սարգիս Զորավարի տոնին պատարագ կմատուցվի նաև Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրում։ Այդ օրը Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Ուշիի եկեղեցի կբերվի Սուրբ Սարգսի մասունքը, որը պատարագի ավարտին կտեղափոխվի Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի։ Ըստ ավանդության Մեսրոպ Մաշտոցը Պարսկաստանից բերել և հենց այստեղ Ուշի գյուղի բարձունքի վրա է ամփոփել Սարգիս Զորավարի նշխարները։ Պատմահայր Մովսես Խորենացին և Ղևոն Դալիշանը նշում են, որ դա կատարվել է մեծ շուքով։ Սրբի մասունքները Ուշի տեղափոխելով Մաշտոցը ցանկացել է քրիստոնեական նոր կենտրոն և կրթության նոր օջախ հիմնել։ Ավանդության համաձայն հենց ինքն էլ եղել է այդ եկեղեցական դպրոցի հիմնադիրն ու մշակը։ Հինավուրց վանական համալիրը հարուստ պատմություն ունի։ Սուսաննա Պետրոսյան, Եկեղեցական կյանք։